Վերջին շրջանում Երևանի ավագանու ընդդիմությունը կարծես դադար է վերցրել։ Այլևս տրանսպորտ չեն նստում ու 150 դրամը բոյկոտելու կոչեր չեն անում։ Ընդդիմությունը համակերպվել է 150 դրամի հետ, հարցրինք Երևանի ավագանու ազգային առաջընթաց խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանին։ Գործողությունները բնավ չեն պասիվացել եւ դա արդեն գործողություն անվանել էլ չի կարելի, որովհետեւ մարդիկ պարզապես չեն վճարում, որոնք որ բոյկոտում են, չեն վճարում եւ մենք տեսնում ենք, որ մեր քաղաքացիները այո այսօր ունեն այդ հնարավորությունը չվճարելու եւ իրենց բողոքը արտահայտելու։ Եթե նկատի ունեք լուսաբանումը, լայվերը, հանրային ակցիաները, ապա դրանք կարևոր են սկզբի շրջանում եւ կարծում ենք այս պահին, երբ արդեն բոլոր քաղաքացիները լուռ իրենց բոյկոտը իրականացնում են, նման ակցիաների կարիք չկա, առավել եւս որ օրակարգում մենք մեր պետությունը ունի շատ ավելի ծանր հարցեր, այն է օրինակ մեր ռազմագերիների հարցը, որոնց դատում են Ադրբեջանում եւ նորմալ չի լինի, եթե ամեն օր կրկին մենք ուշադրությունը մարդկանց սևեռենք մի բանի վրա, որը իրականացվում է, այն է բոյկոտը։ Երևանի ավագանու Մայր Հայաստան խմբակցության անդամ Սոնա Աղեկյանին եւս հարցրինք, թե ինչու ավտոբուսներում ակցիաներ չեն անում, համակերպվել են թանկացման հետ։ Երևանի ավագանու Մայր Հայաստան խմբակցությունը անընդհատ շարունակում է լինել այն քաղաքացիների կողքին, ովքեր բոյկոտում են, ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրաձայնում չվճարելով, այսինքն հասկանում ենք, որ բոյկոտը անհամաձայնությունը, դժգոհությունը արտահայտելու սահմանադրական ձև է եւ խաղաղ անհնազանդության միջոցով քաղաքացիները փորձում են քաղաքային իշխանությանը հասցնել, հասկացնել, բացատրել, որ իրենք դեմ են տուգանքի ու թալանի մատերիալ դառնալուն եւ բոյկոտում են, այսինքն չեն վճարում հերթական թանկ որոշման համար։ Մենք ոչ ամենօրյա ռեժիմով, բայց անընդհատ իրականացնում ենք բոյկոտի իրազեկման ակցիաներ եւ քաղաքացիների հետ էլ կապի մեջ լինելով կարող ենք վստահաբար ասել, որ բոյկոտը կայացած է, բոյկոտը զգալի չափեր է ընդգրկել եւ մեր քաղաքացիները, այն քաղաքացիները, ովքեր ստիպված վճարում են, նրանք էլ վճարում են ամոթից ելնելով։ Նշենք, որ Եվրոմեդիա 24-ը քաղաքապետարանից փորձեց ճշտել, թե հնարավոր է, որ տրանսպորտի գինը վերանայվի, հաշվի առնելով, որ բազմաթիվ քաղաքացիներ բոյկոտում են ու չեն վճարում 150 դրամը։ Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը փոխանցեց, որ տրանսպորտի գնի վերանայում չի սպասվում։